Սիրելի ունգընտիրներ, այսօր մեր հաղորդման հյուրն է Նայիրի Դերդերյան եւ Մարալ Մասրյան, քանի որ կմասնակցի միջմասնաճյուղային հանդիպումին Կորդովայի մեջ, շատ ուրախ ենք ցեզի հյուրն գալու մեր հաղորդման մեջ, բարի եղեք։ Բարի տեսանք ընկերուհի, շնորհակալ ենք մեզի այս առիթը տալուն, ընկերուհի Նայիրի։ Բարի տեսանք ընկերուհի եւ գրգին շնորհակալություն առիթը տալու։ Շատ շնորհալություն ցեզի, նախ գուզենք ցեզ մելսել ինչը ծեր դերը այս միջմասնաճյուղային հանդիպումին մեջ եւ ինչ կնշանակե ցեզի համար այս հանդիպումին որպես հյուր մասնակցիլ։ Լավ, ասենք միջմասնաճյուղայինները կամ միջվարչական ժողովները միշտ գլան, որբեսի իրարու մոտ կալով մասնաճյուղերը, անդամուհիները իրենց ասենք դժվարությունները, ինչու՞ չէ հաջողությունները նաև իրարու հետ խոսելու, խաղապարներ փոխանակելու եւ փորձառություններն ալ փոխանակելու, չէ, ուրեմն միջավայր մնե որ շատ արդյունավետ է շրջանիմը ավելի ճիշտ բոլոր մասնաճյուղերուն, որբեսի ավելի բարելավանա իրենց գործընթացը, անշուշտ միջմասնաճյուղային ժողովի ընթացքին շրջանային վարչությունը իր միամյա դեղեկագիրը գուտա մասնաճյուղերն ալ երբեմն օրակարգին համեմատ չէ, իրենք ալ կբատմեն իրենց գործունեությունը եւ այս ձևով գաղափարներու փոխանակում դեղի կունենա եւ հարստացած ձևով ամեն տեսակետով կվերականգնան իրենց դուները։ Այդ է, եւ այս բարակային մենք մտածեցինք շատ արդյունավետ պիտի լար, արկասալից պիտի լար ընկերուհի Նայիրի Դերդերյանի ներկայությունը իր իրականության մեջ իր դարիքին համեմատ երկարամյա փորձառությունն ու վաստակը հոմի մեջ։ Հիշենք որ ընկերուհի Նայիրին նախորդ կենտրոնական վարչության ադենաբեդուհին է։ Այո, հիմա քիչ հետո բիդարցնենք ասոր մասին, բայց առաջ ինչ գուզեք որ մասնագետները հատկապես գիտնան կամ հասկանան այս միջմասնաճյուղային հանդիպումի մասին եւ այնտեղ ունեցած քննարկումներու մասին։ Հարցումը ընկերուհի Նայիրին է։ Ով գուզե։ Գամ։ Հրավիրես, դու ես շրջանային վարչությունով։ Ինչ կուզենք, մենք կուզենք որ հոմի ընկերուհիները նաև դաստիարակչական եւ գազམ་ակերպական պատրաստության միջավայրն է միջմասնաճյուղայինը։ Ուրեմն կարևորը միշտ զինվիլ գիտակցությամբ, մեր կանոնակրով, մեր ժողովավարական օրենքներով, որովհետեւ անոնք հիմքն են զորավոր եւ հարադեւ նաև հարաճաբահ միությանը։ Ուրեմն խնդիրը այդ է որ զորանալու, բարելավելու մեր գործելակերպը, այս է մեր նպատակը, ադոր համար են միջմասնաճյուղայինները եւ իրարու ճանչնալով ընկերուհիները նաև արիթ մնե ճանչնալու ավելի կմդերմանան, ավելի լավ գործընթացի մեջ կմտնեն, մեկը մյուսեն խաղապար առնելով, այս է միջմասնաճյուղայինի նպատակը։ Լավ շարունակելով այս տարվան մարտին Նյու Յորքի Մագի Գետրոնի մեջ դեղի ունեցած Գանանց իրավիճակի հանձնաժողովի նիստին ներկա գտնվեցաք, գարնակ քիչ մը պատմել մեր ունգընտիրներուն թե ինչ դեղի ունեցավ այնտեղ եւ ինչպիսի փորձառություն էր ցեզի համար այդ հանդիպումի մասնակցիլ։ Ես այս տարի բացառապես դժբախտաբար Նյու Յորք չէի։ Դարիներու ընթացքին եղած եմ, բայց այս տարի ուրիշ երկիր հրավիրված էի այդտեղ բանախոսելու, այսինքն Կանադայի, Մոնտրեալի եւ Լավալի մասնաճյուղերը ինձ հրավիրած էին որպես գլխավոր բանախոս Գանանց օրվա արդիվ։ Բայց ընդհանրապես մագեն ներս երբ որ արիթ ունեցած եմ ներկա գտնվելու հետաքրքրական է, որովհետեւ մենք Գարձեմ մենք որպես գազམ་ակերպություն հայօգնության միության անդամներս շատ ավելի կքննադատենք մեր գազམ་ակերպության կարողությունները, քան թե օդարները։ Եվ երբ օդարի մը հանդիպիս եւ բացատրես թե
հայ օգնության միությունը, որ կփաղկանա հազարավոր գիները եւ ամբողջ գամավոր աշխատանք կդանի եւ գիրակորձե ծրագիրներ զանազան տարբեր մագարտակներով, օդարները ապշած կմնան մեր առջև, որովհետեւ նախ եւ առաջ շատ գազագերբություններ թեգուզ ըլլան անոնք ոչ կառավարական գազագերբություն իրենք պետութենեն գումար կստանան եւ նեցուկ կգանքնի այդ պետությունը սակայն մեզի համար բոլորովին տարբեր է որովհետեւ մեր նյութական միջոցը ընդհանրապես սփյուռքն է եւ սփյուռքահայությունն է եւ ոչ թե պետությունները Ընկերուին այրի գուզենք նաեւ անդրադառնալ սեր պաշտոնավարության որպես հոմի համաշխարհային ադենաբեդուհի Սեր պաշտոնավարման շրջանին ամենադժվար մարտահրավերները մեկը եղավ Արցախի հետ կապված իրավիճակը ինչպես ավերեցաք այդ վիճակը որպես հոմի համաշխարհային ադենաբեդուհի Շատ դժվար այլ մարտահրավերներու կողքին հայրենիքի գորուստը շատ ավելի հոգեգան դժվարություն կուտա քան ուրիշ որևէ մեկ եւ իրականության մեջ հուսահատություն իրավունք չունեին ցույց բերելու քանի որ այդտեղ կար ժողովուրդը որ տեղահանված էր պատերազմի իրավիճակի մեջ էր եւ շրջափակված էր 3 տարիներուն ընթացքին որուն նվազագույնը հույսի նշույլը պետք է տրամադրվեր սփյուռքի կողմէ եւ այդ անձնական անհատական դժվարությունները եւ վերիվայրումները հաղթահարելով պետք է անդադար թրագան եւ ինչպեսի հույս դարաձեիր արցախահայության որ առանցին չեն եւ կա ամբողջական սփյուռքը որ իրենց կողքին է եւ իրենց մեջքին կանգնած է այդ ժամանակաշրջանին ինչ քայլերու գարիկը սկացիք որպես կազմակերպություն Առաջին հերթին ամիջական օժանդակություններ Շին հերթին որովհետև վերջի վերջո մանավանդ տեղահանում են եւ ագանադեսը լալով թե ինչ ցևով արցախահայությունը եկած էր թեպի Հայաստան, Գորիս եւ Սյունիք դժբախտաբար մեծամասնությունը իրենց անհատական իրերը ցկած էին Արցախի մեջ եւ դժվարությամբ հասած Հայաստան որ շատ կարճ ճանապարհ է եւ առաջին հերթին սննդեղենը կարեւոր էր որովհետեւ 10 ամիս սննդեղենի բագասը կար եւ շրջափակված էին Ադգեզ զատ երկրորդ քայլը եղավ իրենց ապահովել դուներով եւ դեղ մքնանալու որովհետեւ այդ տրամադրված մի քանի օրվա կամ 1 շաբթվա կամ 2 շաբթվա ժամանակավոր հանգստությունը երկարամյա հանգստության համար չէր Դժբախտաբար այդ օրերուն հոմը ներկա էր եւ ամենադժվարին օրերուն գրցանք համահայկական ժողով գումարել փոխանակ կենտրոնանալով մեր տարած աշխատանքներուն եւ մեր արակելության բայց բարեփոխտաբար գսեմ հոմը ունի շարունակականություն եւ նոր կենտրոնական վարչությունը անմիջապես ծրագիրներ մեջտեղ բերավ որ շարունակե արցախահայության օժանդակությունը ինչպես հիմա 115-ամյակի արդիվ հույսի օջախներու բացման հանդիսությունը եւ մնայուն դուներ դասավորել արցախահայության համար Իսկ անձնավես ցեզի համար ինչ կնշանակեր հոմի գլուխը գտնվիլ այդ վիսի պարտ եւ զամներ ժամանակաշրջանի մեջ Ձանր բարդականություն Այսինքն ձանր բարդականություն էր որովհետեւ երդասար տարիքես ամենադժվար շրջանին այդ բարդականությունը իմ ընկերուներուս ուսերուն վրա էր եւ փորձարու ընկերուները եւ ինձ մե ավելի երդասարդ ընկերուները դեպի ղեկավարություն գնային որ իրենց ճիշտ ղեկավարես եւ ճիշտ ուղղությունը ցույց տաս սակայն երբ մեջդ գդոր է եւ մասնիկներու բաժնված է ցուն այդ չես կրնար ցկել որ արդացոլվի եւ թեմքիդ վրա
հուսահատություն եւ դխրությունը լա երբ ունիս փանակը որ պետք է խանդավարես եւ այդ փանակը պետք է կորձի լուծես Այսօր երբ գնայիք հոմի աշխատանքին եւ առաքելության ինչ կհամարեք գազམ་ագրության ամենակարևոր ուժը իր անդամները մեր գամավոր անդամները հոմենական լալով երբեմն հոմենական քույրերը եւ եղբայրները սիձի գայբանեն որովհետեւ գսեմ հոմը ունի գամավոր բանակ այդ ընկերուիները որ աշխարհի 27 երկիրներում մեջ կմասնակցին հոմի աշխատանքներուն թեկուզ ամենափոքր ներդրումով տարբերություն մգնեն ուրիշի մգյանքի մեջ ուրիշ հայ երդասարտի կամ հայ դարեցի եւ կամ հայումը որուն ցավը անսպասելի է եւ հոմն է որ կհասնի այդ ցավը բուժելու Այո շատ ճիշտ է Վերջապես ինչ պատկամ գուզեք փոխանցել մեր ունգընտիրներուն Նորեն ծանր բարդականություն է պատկամ փոխանցելը Այսօր գրգին քանի երրորդ անգամ լալով ես շատ ուրախ եմ որ Հարավային Ամերիկա կգտնվիմ Գարձես թե Հարավային Ամերիկան ինձ շատ մոդիկ դարձած քաղուտ մնե եւ կհավատամ որ այս քաղուտը գրնա միան աջիլ հզորանալ եւ դառնալ իր երազանքներու դերը եւ հուսամ որ երդասարտները եթե մտիկ կնեն միանան հոմի շարքերը եւ մեր գազམ་ագրության շարքերը եւ լան կորձոն անդամներ այս քաղուտին, որովհետև իրենց կարիքն պետք ունենք եւ իրենք են աբականաս քաղուտին։ Բոլորին առողջություն կմաղթեմ եւ գսեմ շարունակեցեք պայքարիլ հայտարարի համար եւ հայացքի համար։ Ընկերուհի Մարալ, ընկերուհի Նայիրի շատ շնորհակալ ենք ձեզի այս զրույցին համար, հուսանք որ այսպիսի ցիգարիտներով կրկին կհանդիպենք։ Հուսանք Շնորհակալ ենք ձեզ որ այս այդը ընձայեցիք ինչպես ասի նախաբես եւ մենք Կորդոբայեն միացանք ձեզի որովհետեւ այս անգամ միջմասնաճյուղայինը շրջանային վարչությունը որոշեց կատարել Կորդոբա նահանգի Սոսե մասնաճյուղի հյուրընկալությամբ Շնորհակալ ենք Շատ շնորհալություն ձեզի Ցտեսություն Can haber bahar, can sirelem serne